Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես են Կասկադի տարածքի անվտանգության աշխատակիցներն արգելում տարածքում նկարահանում կատարել Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշ հանդիսացող եռագույն դրոշով, պատճառաբանելով, որ դա մասնավոր տարածք է եւ չի կարելի այդտեղ եռագույն պարզել։ Չէ, եռագույն դրոշի բարձրանալու, ես ասում չէ։ Եռագույն դրոշով չի նկարվում։ Գերգիսան գիտենք, սաղին էլ հատիկ գիտենք, մի էլի տենց արի։ Այս եռագույն դրոշը պետք է բարձր նկարվի ստե։ Ինչ նկարի, հա։ Չեմ թողում, հարցեր կա։ Չես թողում եռագույն ծածանբերում, դու թուրք ես։ Այսօր ի պատասխան այդ արգելքի մի խումբ մարդիկ անցկացրեցին ակցիա, հենց Կասկադում բարձրացրեցին հայոց եռագույնը։ Երևանի սրտում իրավունք չունեմ ես եռագույն դրոշ բարձրացնեմ, ուրեմն գնամ կախվեմ կամերեմ, եթե թուրք եմ, Արարատի գագաթին բարձրացնում եմ, ու Երևանի սրտում չեմ կարող բարձրացնեմ։ Այն էլ այն որ Թուրքիայի նախագահան երթում էր ուտում օգոստոսի 28-ին 15 տան եռագույն են բարձրացել։ Կասկադ համալիրում լուսանկարվելու արգելքի հետ կապված Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մամուլի պատասխանատուն պարզաբանում է. Միջադեպից քաղաքացիները ենթադրություն են արել, թե տարածքում արգելվում է նկարահանում իրականացնել Հայաստանի Հանրապետության դրոշով, բայց դրանք սխալ ենթադրություններ են։ Հարցը նրանում է, որ նկարահանման արգելքը վերաբերվել է ոչ միայն Հայաստանի Հանրապետության դրոշով նկարահանմանը, այլ իրենք ներկայացրել են այդ անձինք Սրապիոն Գևորգյանը, Տիգրան Մեծ հիմնադրամի նախագահ եւ իր հետ այլ անձինք են ներկա եղել, որ Մովսես Գորգիսյանի համար վավերագրական ֆիլմ են ցանկացել նկարահանել եւ այդ ֆիլմի համար որոշ կադրեր են ցանկացել վերցնել կենտրոնի տարածքից ներառյալ Հայաստանի Հանրապետության դրոշով որոշ կադրեր։ Իսկ քանի որ կենտրոնի ադմինիստրացիան տեղյակ չի եղել այդ նկարահանումից, անվտանգության աշխատակիցները արգելել են այդ նկարահանումը։ Կենտրոնի տարածքում նկարահանում, միջոցառում իրականացնել կարելի է, սակայն ցանկացած միջոցառման կամ նկարահանման մասին կենտրոնի ադմինիստրացիան պետք է տեղյակ լինի։